ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ինչ է ծառայություն եւ ինչ է ազատություն։ Շատ կարեւոր է որ մարդը հասկանա ով է ծառա, ով է ազատ եւ ինչպիսին է այդ ծառայությունը, ինչպիսին է ազատությունը։ Արտաքին մարմնավոր երևույթ է ծառայությունը, թե ներքին հոգևոր խորը վիճակ է։ Արտաքին երևույթը ազատություն, թե ներքին հոգևոր խորը իրավիճակ է։ Որպես ես հարցին պատասխանենք, պետք է գնանք մարդկության ստեղծման ակունքները, սկիզբը պետք է գնանք։ Ադամը, երբ որ դրախտում ստեղծվեց եւ դարձավ ամբողջ արարչության տեր իշխան, ազատ էր, իրապես ազատ էր, ոչ միայն ազատ էր, այլ նաև թագավոր էր, իսկ թագավորն ինչ է, ինքնիշխանն է, ամենամեծ շնորհը Ադամի, որ Աստծուց տրվել էր, ինքնիշխանությունն էր, Ադամը կարող էր անել այն, ինչ որ ուզում էր, ազատությունը ենթադրում է ինքնիշխանություն, ընտրելու ազատ հնարավորության կամք։ Բայց այս բոլորով հանդերձ տեսնում ենք, որ հենց դրախտում հետաքրքիր մի պատվիրան տրվեց։ Երբ որ ուտես բարու եւ չարու գիտության ծառից կմեռնես, մի կեր։ Տարօրինակ է մեզ թվում։ Ինչու՞։ Որտեւ եթե Ադամը ինքնիշխան ու ազատ է ստեղծվել, ինչու է նրան ասում, որ մի կեր այս ծառից։ Սրանով նսեմանում էր Ադամի ազատությունը, ինքնիշխանությունը։ Այլևս Ադամը չէր կարող անել այն, ինչ որ ուզում էր։ Միթե Աստված այնպիսի պատվի էր տվել, որ իր հենց ստեղծած ինքնիշխան ազատ կամքը կկաշկանդվեր, կարգելափակվեր կամ կնվաստանար։ Ոչ։ Ինչու ոչ։ Որովհետև Աստված հենց ազատությունը Ադամի պահելու համար էր այս պատվյանը տվել։ Որպեսզի Ադամը ենթարկվի Աստծուն եւ իր ազատությունը չկորցնի։ Որպեսզի Ադամը մեղք չգործի, որովհետև ամբողջ գայթակղությունը հենց այդ չարի եւ բարու գիտության ծառի տակ էր թաքնված։ Մեղքի գայթակղությունն էր, անհնազանդությունը։ Մարդու ազատությունը ապահովագրվում է Աստծո պատվյանը կատարելով։ Հենց Ադամ դրախտի պատմության մեջ ամբողջությամբ կարմիր թելով սա է գալիս։ Եթե ուզում ես ազատ լինել, ապա Աստծո պատվյանը կատարիր, մեղք մի գործիր։ Սա էր Աստծո ասածը Ադամին։ Երբ որ ուտես, կմեռնես, մեռնել ինչ է նշանակում։ Ներքին ազատությունդ կկորցնես դու, Ադամ, կմեռնես, Աստծո կամքը կխախտես եւ քո ազատությունը կորցնես, ով որ մեղք է գործում, մեղքի ծառա է, մեղքի ծառա կդառնաս, Ադամ։ Քեզ թվում է, թե քո ուզածը դու կանես, բայց քո ուզածը դա չէ, չարի կամքն է, չարի թերադրանքն է, որտեղ մեղքի հեղինակը ստի հայրը սատանան է, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եվ մեղքը չարի նախանձով է մուտք գործել տիեզերք։ Ուստի, երբ որ դու Աստծո պատվյանը խախտես, իրական քո ազատությունը կկորցնես։ Ոչ միայն ներքին հոգևոր ազատությունը, այլ նաև արտաքին ազատությունը կկորցնես։ Եթե Տեր ու Թագավոր է իր ողջ արարչությանը, երկնքի թռչուններին, գազաններին, ծովի ձկներին, ապա հիմա ծառա կլինես, մեղքի ծառա կլինես։ Նեսեր շնորհալին ասում է. գլուխը ոտին խոնարհվեց եւ իր ազատությունը կորցրեց։ Գլուխը, այսինքն ինքնիշխան պետք է լիներ, ոտքերին խոնարհվեց։ Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ գազանները, ոչ թռչունները, ոչ ծովի ձկները մեզ չեն ենթարկվում, որովհետև մենք Աստծուն չենք ենթարկվել, այդ պատճառով մեզ չեն ենթարկվում։ Ուրեմն ազատությունը արտաքին երևույթ չէ, ազատությունը ներքին խորը էություն է,
իրավիճակ է։ Ազատությունը մարդը ստանում է, երբ որ Աստծո պատվյանը կատարում է։ Ազատությունը մարդը կորցնում է, երբ որ Աստծո պատվյանը խախտում է, երբ որ մեղք է գործում։ Այս պատճառով է մեր Տերն ասում, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Հիմա փորձենք այս հստակ, իրական եւ ճշմարիտ աստվածաբանությունը այսօրվա իրականություն բերել, այսօրվա կյանք բերել։ Հիմա տեսեք, այսօր ինչ է կատարվում մարդու կյանքում, մանկությունից սկսած։ Դերևս Նոյի ժամանակ Աստված Նոյին ասել էր, որ մարդու միտքը մեղքի ծառայության մեջ է մանկությունից։ Միտքն է ասում, որտեղ երեխայի վրա դերևս մեղքը իշխանություն չունի։ Երեխան անմեղսունակ է, այսինքն երեխան չի կարող մեղք գործել, բայց միտքը երեխայի մանկությունից է ծառայության մեջ։ Եվ գալիս է որոշակի տարիք, հա, արբունքի տարիքը 13-14 տարեկան, երբ որ մեղքը սկսում է մարմնավոր նյութական մեղքի մասին է խոսքը, սկսում է ճանաչել, այն ժամանակ միայն միտքը չէ, որ ծառայության մեջ է, այլ նաև մարմինն է ընկնում ծառայության մեջ, հոգին էլ է ընկնում ծառայության մեջ։ Եվ թվում է, թե մենք ազատ ենք, ինքնիշխան ենք, բայց հենց որ մեր միտքը ընկավ ծառայության մեջ, մենք արդեն ազատ չենք։ Մենք կորցնում ենք մեր ազատությունը։ Եվ աշխարհի ինչքան էլ գիտություն լինի, աշխարհի ինչքան էլ դաստիարակություն լինի, ինչքան էլ կրթություն լինի, չի կարող մարդուն այս ծառայությունից ազատել։ Չկա տես բան։ Մարդիկ ինչքան էլ իմաստասիրեն, ինչքան էլ դաստիարակեն, կրթեն երեխաներին, ինչքան էլ գիտություն տան, քանի դեռ չկա աստվածաբանություն, քանի չկա Սուրբ Գիրք, քանի չկա Քրիստոսի փրկagorցությունը, մարդ այս ծառայության մեջ է։ Եվ հենց Քրիստոսի բերած փրկությունը հենց սա է մեզ քարոզում։ Մանկությունից ձեր երեխաներին եւ ինքներդ դուք ազատագրվեք մտքի, մեղքի, սրտի, հոգու, մարմնի ծառայությունից։ Մեղք մի գործեք, մեղքը չի կարող մարդուն ազատություն տալ։ Մարդը չի կարող անել այն, ինչ ուզում է, եթե ուզում է ազատ լինել։ Այո, կարող է ինքը անել այն, ինչ որ ուզում է, բայց մեղքի ծառա պետք է լինի։ Եվ ինչ էլ իմաստասիրի, ինքը ինչ էլ իմաստակի, ծառա է մեղքի ծառա։ Եվ հենց քրիստոնեական չափանիշները սա են մեզ սովորեցնում. ազատագրվեք մեղքի ծառայությունից։ Եվ եթե ազատագրվեք մեղքի ծառայությունից, այն ժամանակ լիարժեք մարդ, լիարժեք քրիստոնյա, լիարժեք քաղաքացի, լիարժեք մասնագետ կլինեք դուք, ամեն ինչով ազատ կլինեք։ Մեզ թվում է, թե քրիստոնեությունը կոմպլեքսներ է առաջացնում, չէ՞։ Այսինքն բարդություններ է առաջացնում։ Շատ են այսպիսի բաներ լսած կլինի, որ քրիստոնեությունը դա բարդությունների կրոն եւ ընդհանրապես բոլոր կրոնները բարդություններ են առաջացնում։ Ոչ, սխալ է այս պնդումը։ Ինչու է սխալ։ Որտեւ քրիստոնեությունը իրական, իմաստասիրական, խոհեմ, ողջախոհ քրիստոնեությունը ազատագրում է բարդություններից։ Ոչ թե բարդությունները առաջացնում, այլ ազատագրում է։ Նա ով կասի, որ ես քրիստոնյա դարձա կամ իմ զավակը քրիստոնյա դարձավ եւ ծայրահեղացավ։ Ճիշտ չի հասկանում ավետարանի։ Կամ սխալ է երեխան հասկացել, կամ էլ սխալ են ծնողները երեխային հասկացել։ Քրիստոնեությունը իմաստուն կրոն է, խոհեմ կրոն է, ողջախոհ կրոն է, ազատագրում է մեզ, ինչպես մեր Տերն ավետարանում ասում, թե ով եթե որդին ձեզ ազատի, իրապես ազատ կլինեք։ Ուրեմն ինչ է մնում մեզ։ Գտնել քրիստոնեության մեջ այդ ազատության խոհեմությունը։ Դա ներքին իրավիճակ է։ Մարդը կարող է բանտարկված լինել, կարող է տաժանակիր աշխատանքներ կատարել, կարող է աքսորի մեջ լինել, բայց
ծառա չլինել, ազատ լինել։ Մարդն էլ կարող է ամեն ինչից հնարավորություններ, ամեն ազատությունը վայելել, բայց մեղքի ծառա լինել։ Ուրեմն ինչպես մեր Տերն է ասում Եանի, նրանց ովքեր հալածվում են արդարության համար, տեսեք, հալածանքի մեջ դու կարող ես ազատ լինել։ Կապանքների մեջ, մարմնավոր կապանքների մեջ դու կարող ես ազատություն գտնել։ Պողոս առաքյալը, երբ որ Ատյանում խոսում էր, ասում էր, ես թեպետ կապանքների մեջ եմ, ասում եմ, շղթաներով կապված եմ, բայց ուրախ եմ, ինչու եմ ուրախում, որտեվ Աստծո խոսքը շղթայված չէ։ Աստծո խոսքը իմ բերանից հասնում է մարդկանց, ոչինչ որ ես շղթայված եմ։ Այսինքն շղթայված ազատություն է քրիստոնեություն, հալածված երանություն է քրիստոնեություն։ Փառք Աստծո։ Թող մենք ձգտենք այս իրական ներքին ազատությանը, թող մեր քարոզը շղթայված լինի, թող մեր երանությունը հալածված լինի, բայց մենք ազատ կլինենք։ Ամեն։